Բարև եղբայր, ո՞նց եք։ Նվիրեմ ձեզ սրանից մի հատ։ Դե եթե ուզում եք տվեք։ Վայ, շորդ հաստա չի կպնում, դուք անես։ Լավ, դուք ո՞նց եք երեխեք ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև երեխեք ջան, լավ եք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ինչ կա, չկա, ինչ նորություն, հրազդանում, ինչ կա, ինչ եք անում։ Հա, իհարկե, եկեք նկարվենք, գնանք այս ծառի տակից ենք ում։ Մենակ արագ նկարվենք, էլի երեխեք։ Դե արագացրեք, բայց ամեն մեկ ուզենալու է իր հեռախոսով։ Եկեք երեխեք։ Նկարիան ուղղակի ինձ Մենք նկարենք ձեզ Ձեռդ Հեչուտ կարելի է մի հատ Դուր Հələ հարցերի ժամանակը չի Հա, բա ոչ հարցերի ժամանակը չի Ես խնդրում եմ ձեզանից մի հատ այս հրազանի ցեմենտի գործարանի համար էլի Կանգնեցրին գործարանը մենք մնանք պարապորտի մեջ ահագին աշխատավարձ Ուզում եմ հասկանամ ինչն էր պրոբլեմը գործարանը Խնդիր կար, ֆինանսական խնդիր ուներ ոնց որ գործարանը Պապոյանը ստեղ է, պարոն Պապոյան, ցեմենտի գործարանի հետ կապված ունեք ինֆորմացիա, ինչ պրոբլեմ կա անդե Հիմա մի ներդրող կա, ինքը մտադիր է նույնիսկ գնում կատար, այդպիսի պրոցես կա Լուրջ պրոցես է Ռուսաստանցիներ են ավելի մանրամասն կզեկուցեն ձեզ Իսկ ինչն է պրոբլեմ, ֆինանսական խնդիր ունի Ֆինանսական խնդիր շատ մեծ խնդիր ունի, գրավադրվել է մեծ գրավ են դրել, գումար են վերցրել, չեն կարողանում աշխատել, իսկ այստեղի գործարանի առանձնահատկությունն է, որ ինքը ավելի բարձր որակի ցեմենտ է արտադրում, որը շինարարության մեջ ավելի Ինչ որ թաց մեթոդով ման եւ այլն բարձր Պորտլանդը բարձր Մեր արտադրանքը լավ բարձր լավ որակի ցեմենտ Ես Արցախյան բարի ուրախ եմ եղբայր Ոնց եք տեղավորվել եք տուն առել եք թե վարձով եք Չէ, հələ որ չենք վերցրել Բայց քաղաքացիություն ստացել եք հատ նվիրեմ քեզ սրանից Շնորհակալություն Քաղաքացիություն վերցրել եք սերտիֆիկատը վերցրել եք Վերցրել ենք, բայց հələ որ տունը չենք վերցրել Ինչքան միլիոն դրամի է սերտիֆիկատը 3 այսինքն մի հոգի եք 2 ես ու մերս Բա չպետք է 6 միլիոն 3 Հիմա հրազդանը ավելացրել ենք 4 կդառնա 8 8 միլիոնը որտե կարա տուն առնի Հրազդանում Հա Ընդհանուր խոսքը կողքի բաներում ասենք լինելու է որոնքի սահմանում պատրաստել ենք Շատ լավ եք եղբայր լավ է բարև եղբայր բարև ձեզ երեխեք լավ եք բարև ձեզ Բարև ձեզ երեխեք նվիրեմ ձեզ սրանից Իհարկե կտամ Էս քեզ Ով բարակա հակած կկպցնեմ ով շորը հաստա դժվար է կպցնելը Ահա Բա իմ շորին գլնի Հա քո շորին է կլնի Հա իհարկե եղբայր Հա քոնը հաստա վերջրու էս էլ չէ Իհարկե կտամ բայց խնամքով եք չէ պահում Սա խնամքով եք պահում որովհետև սա մեր պետության խորհրդանիշն է պետք է շատ Հա եղբայր եկեք Հոպ էս ինչա ծածկվեք Սմետ նկարենք էլի Սոմես Նկարվենք
Գնացին։ Բարև եղբայր, լավ եք։ Ուրախ եմ։ Լավ եք, Սևակ։ Բարև ձեզ։ Լավ։ Սևակ, ինչքան սուբվենցիա եք անում։ 1 միլիարդ 800 միլիոն դրամ է։ Այս 1 տարի, միլիարդ? բայց 25 թվականին 3 միլիարդ 200 միլիոն դրամ է։ Շատ լավ, շատ լավ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ։ Խնդրեմ եղբայր։ Բարև ձեզ։ Լավ եք, բարև եղբայր։ Լավ եք, բարև ձեզ։ Հա, եղավ եղբայր։ Տեսնեմ ինչա նոր։ Մի անգամից չէ, ասցի հա, բայց պետք է կարդամ նոր, առանց կարդալու չեմ կարա։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Յա, բարև եղբայր, լավ ես, 1000 տարի քեզ չեմ տեսել։ Բարև ձեզ։ Երեխեք ոնց եք, ինչ կա չկա։ Լավ եմ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ հարց ունեք մեզ, ասեք։ Ոչ մի հարց, դու հենք շնորհակալ Հաստատ, լավ էլի, ոչ մի հարց չունեք։ Դենց են ամեն ինչ այդքան լավ, որ ոչ մի հարց չունեք։ Ոնց էլ լինի ինչ որ թերություններ կլինի, հələ ասեք, ինչ դիտողություններ ունեք մեր աշխատանքի հետ կապված, Ես չունեմ մնացածին ես չեմ կարա երաշխատել։ Շատ լավ, շատ ես եմ ձեզանից գոհ շնորհակալ, մենք ենք ձեզանից գոհ շնորհակալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում չբարևեցի, բարև։ Արի կպցնեմ իմ ձեռով։ Խնամքով կպահեք, բայց։ Բարև եղբայր։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Լավ եք։ Ինչ եք անում, ինչով եք զբաղվում դուք։ Մենք ես ծառայում եմ հիմա Բանակում։ Բավական խնամքի մեջ եմ հիմա ես։ Այդ ինչա, ասինքն հոսպիտալից Հիվանդայի հիմա նորմալ բուժեցին։ շատ լավ է։ Պարոն Պապիկյան։ Պարոն Պապիկյան։ Լավ։ Դե առողջություն եղբայր։ Շնորհակալ։ Առողջություն։ Ում չենք բարև։ Եկեք Փաշինյանի ես Հաջա։ Երևանից եմ։ Երևանից եք, բայց այս ինչ առիթով եք եկել հրազդան։ Ես քեզ նամակ եկել եմ։ Ինչ թեմայով։ Իմ դիտեք պատահելուց հետո աղջիկը։ Տունը ստվի գրավեին դեր։ Սաղ ծախսեցինք, հիմա մեկին խնդրում եմ, որ մի հատ հաշվապահությունը ճիշտ հաշվեն, չէ՞։ Ինչի հաշվապահությունը։ Որ վարկը վերցրել եմ աղջիկս ավետել մահացավ։ Հիմա բիզնես բանկ վարկա ունի։ Զինվոր կար։ Դրանք Մայրական խնամքի ասի դրանք կարելի է հաշվել։ Մեկին եղբայր վարդ Ադախազարի մի րոպե սպասի։ Ուրա Գագիկ Իսախանյան։ Գագիկ բարդ բան ես ասում եղբայր։ Բարդ բան Հա, եմ ասում։ հələ Թոշակ դրելու իրավունք ունեն։ Թոշակը Հարգադի դնեն։ Որ ինձ նամակը չտա։ Գագիկ ջան մի հատ լսելի բարդ թեմա է ասում։ Բա քեզ Ինչ ասեմ, ես իմ օգնականն է, բա օգնականից կանչեցի որ լսել։ Հա ջան։ Որ Հա եղբայր։ Գագիկ ջան ես եմ։ Մի հատ կտակ տալու։ Հա իհարկե։ Մի հատ կտակ։ Բայց խնամքով եք պահելու, հաստատ, խոստանում եք, ահա։ Հա ջան։ Համեցեք։ Լսում եմ։ Գողացի մայր։ Խոնարհում ես։ 93 թվին այդտեղ զոհվել ա եղնիկների ջոկատը։ Մարտական խաչ առաջի աշճանի տված ա։ Ու ոչ մի բան դրա համար։ Ինչի ասեմ, ոնց։ Բայց մարտական Ղարաբաղի մարտական խաչ առաջի աշճան։ Ասում մեր մարտական խաչը դու լավ գիտես, Միքայելյան։ Այդ դրա համար թոշակավորում, բան, այդ մեդալի համար չկա դες։ Այսինքն դու Ղարաբաղ։ Գիտեմ, 93 թվին ա զոհվել։ Իսկ որ հրազդանից, հա, ինքը։ Միջոցառում շատ ա եղել, արել ա։ Ձեր ջոկատից, հա։ Զինվոր չէ, կամավոր ա եղել ինքը։ 21 տարեկան։ Տենց կարգավորում չունենք մենք փաստորեն։ Արչապետ Ղարաբաղի տրված մեդալի մասին է խոսքը Հասկացա։ Բայց Հայաստանի Հանրապետությանը բան կա, չէ, պատվո վճար կա, չէ, առաջին աստիճանում։ Ինչ նկարվենք։ Հա, տենց է կարգավորում է սպային։ Բայց հիմա մենք բան ենք անում։ Ճիշտն ասած, բանի զինվորների ապահովագրության հիմնադրամը հիմա հնարավորություն նայում ենք, հետ ենք, չէ՞ գնում։ ասել եմ ամենը, բա։ Հա։
Հա, Ես ամենը փոխանցել եմ, շատ լավ։ Իմ երեխու քարը, որ ես գցել եմ այն ժամանակ իմ Լավ, ուժերով։ բենյա դու լավ գիտես ինչ եմ օրեք հոմը։ Փաշինյան Հա, չէ, լավ, ոչինչ, բան ոչ։ ասեցի։ Հա, լավ, լսում եմ ձեզ, լսում եմ ձեզ։ Իմ երեխու գերեզմանոցը ներկայությամբ զաբորապատաշ չի։ Մենակ քարն է գցած, այլ ես իմ ուժերով եմ գցել։ Այսօր ոնց պետք է լինի սենց։ Ինչ եք ուզում որ անենք ասեք։ Ուզում եմ օգնեք սարքեն։ Հիմա չէ, մի րոպե սպասեք։ Հիմա ընտրական շրջանը նյութական խոստումներ չեն կարող տալ։ Հետագայում պարոն մի քանի հա, չէ, բայց կապ չունի էլի իրավունք չկա։ Հետո հանգիստ, հետո։ Ընտանիքից շատ եմ օգնել, պրոստո գնա Դանելան արան փող։ Հանգիստ։ Հա, չի թարգի, ինքը չի թարգի իր հասած։ Քանի հանդիպել եք, ինձ Հասկաց- օգնեք։ Չէ, հիմա ընտրական շրջանը իրավունք չունենք օրենքով որևէ նյութական բանի խոստում տալու, իրավունք չունենք։ Բայց լսեցինք ձեզ, պարզատ, սևակը համոզված եմ ամեն ինչ հետո, երբ որ օրենքը թույլ տա, հիմա օրենքը թույլ չի տալիս ոչ մի խոստում։ Շատ լավ։ Փաշինյան։ Հասկացա, ասա եղբայր։ Ասա։ Որ Եսա քանի տարի է ես չեմ կարող իմ բնակարանը հետ վերցնել։ Ոնց Ումից հետ վերցնեք եղբայր։ ինչ որ ես Պարսկաստանից ենք եկել։ Հա։ Բանը իմ բնակարանը դրել եմ, ապօրինը վաճառել եմ։ Չգիտեմ ոնց անեմ, այս քանի տարի է։ Որ թվին են վաճառել։ Դա 93 թվին է վաճառել։ Եղբայր, բա 93 թվին հարց։ Բայկարում վերցնել եմ։ Դատարանի գործ կա հիմա։ Դե Ինչքան է ես իմում Պարոն Վարչապետ, ասում եմ միջև դերակ եմ հայրիկին վային ու չետքիցել եմ։ Եթե նկատում եք դատարանա Ոչ անգամ տվել եմ դատարան ոչ մի Ես ունեմ, եկ հայերնոտար չեմ, Պարսկաստան։ Հա։ Ես Շատ կուզենա, բայց որևէ չեմ Բիազորակի ես չեմ տվել, մարդունել Սպորտի գնում է։ Քիչ եք գնում։ Ես գնում եմ նորը։ Որտեղ սպասադրում։ Բանովի բանի վարչապետի գավաթի մասնակցում եք։ Այո։ Չէ։ Ինչի՞։ Լավ չէ։ Գիտեք դրա։ Չէ, ստեղ է։ Ով նկարում։ Այնա նկարում։ Փաշինյան մի հատ է զնակից հկտակ է նշանից։ Շնորհակալություն։ Земляк։ Հա ճիշտ է, ես գիտեմ Հրազդան Ագին Իջևանից մարդ կա։ Այն ժամանակ բանի Հրազդան բանի գործարանի համար աշխատելու համար Ագին Իջևանից Սիրաստեղացի հայրն ես։ Հերապուսանի ուզում գարում են։ Կառավանի չի։ Արի նկարեմ։ Դու նկար։ Նախարարներ մեզ նկարում։ Դիշարժում հա, դիշարժան։ Շատ։ Հայդա։ Նույնիսկ Փաշինյան շնորհավորում եմ։ Ինչ է այդպես։ Դու հեռախոսում ես նկարել։ Լավ է, չէ։ Ձեզ եք նկարում։
Շնորհակալություն։ Ես 1945 ծնված եմ։ Ես 7 շրջանը վեցել եմ, 7 շրջան։ Բայց ես Ղարաբաղը ոնց ա որ Ղարաբաղ կամ ուժ եղել, համ կռվող է, համ էլ աշխատավոր ժողովուրդ է։ Ես ոնց ա որ պարտվել։ Ես չեմ մանում, բոլորը եկալ ստեղ, մեր գործ են տալ, մեր տոն կա։ Այո, ճարտակ քաղաք։ Ես այն մարդու եմ եկել ոսկի մալայա նիվելի ես նա բայրեկալ։ Անուն ինչի Վալոջի, հա։ ոնց ա Վալոջը։ Չեմ մանում խանավոջի։ Տեղավորվել է։ Դե 4 անգամ փոխել են։ Քանի հոգի եք ընտանիքում։ 5 հոգի եք, 5։ Բա 5-ի սերտիֆիկատը չեք ստացել, մի 20 միլիոն պետք է ստանա։ Այա բրիստո։ Էսա իրը կամ էսա։ Հələ չեն տվել։ Քաղաքացիությունը էլ չեք ստացել։ Մենակ մեր տղեն դու, բայց մեր մի ընտանիք եք 5-ով։ Հա։ Դե էսա 20 միլիոն կստանա, քաղաքացիությունը կստանա, 20 միլիոնը կստանա, 20 միլիոնով տուն կարան, չէ՞ Արմեն Հրազդան։ Հատե ասում ես, չէ՞։ Հա։ Ես հիմա հավատամ թե Եղբայր, դա չի կարա չլինի, հավատալու հարց չկա։ Հիմա ազգանումս Վազգեն Արստամյանը։ Պարոն Արստամյան, տեսեք, խնդիրը քաղաքացիություն ստանալու process-ը մի քիչ երկար է։ Բախի են երկարացել։ Դե որովհետև մեծ հոսք է մարդկանց, մեծ է։ Այս պայ դրությամբ արդեն 30,000 Ղարաբաղի մեր ժողովրդից 30,000 մարդ ստացել է քաղաքացիություն։ Դուք էլ կստանա, դուք 5-ով մի ընտանիք եք, որ 20 միլիոն դրամ ստանալու եք։ Սկզբից 3 միլիոն դրամ էր, չէ՞, Հրազդանի համար։ Այն օրը մենք, չգիտեմ, տեսել եք հեռուստացույցով տեսել։ Դարձրեցինք 4 միլիոն։ Հիմա մի հատ խնդրում եմ Հա, չէ, Հրազդանը միշտ է։ Համայնքապետարանում ընդհանուր Չէ, մի րոպե, այդ պարզա գիտենք, որ շատ լավ եք։ Հիմա ինձ ուրիշ բան ասեք, 20 միլիոնով Հրազդանում ինչ տուն կարան առնեն։ կարող են Երկու սենյական, իսկ բանում, իսկ գյուղում կողքի։ Պարոն, Որտեղ եք ուզում։ մի րոպե, էլի ես խոսում լսի։ Հա, եղբայր, լսի։ Ես ուզում եմ որ մենը Չէ, Արզնիում է թանկ թեստը։ Ուզում եմ այնտեղից ես հողը վերցնեմ, հողը վերցնեմ, ես ինքս համ մալար եմ, համ քարտ աշում, համ ամեն ինչ սվարչիկ եմ, ամեն ինչ իմանում։ Ես իմ տղաս Կարակ դուք սարքեք։ Հա, մեր ուժերով։ Ինչ հողամաս կարան առնել։ Համարել են փողը տալ։ Մենակ թե մինչև 4 միլիոն է կարան հող։ Մենակ թե մեզ օգտեք, հա։ 4 միլիոնի, այդ 20 միլիոնի մեջ է դա։ Հա։ 4 միլիոնի հող կարակ առնեք, 16 միլիոնով է կարակ հələ ձեր ձեռով սարքեք։ Այդ հողը վերցնում եմ, օրինակ ինչքան։ Հիմա բայց նայում եք, բայց հիմա նայում եք, հող նայում եք, որոշեք որ։ Ես տեղ իմանում, շտեղա, ամեն տեղ իմանում։ Ես տեղ ամեն քաղաք ես իմանում։ Հիմա 4 միլիոնանոց հող գտել եք։ Հը? 4 միլիոնով հող գտել եք։ Չէ, ես հողը տեղի իմանում եմ, բայց չեմ իմանում դա քանի միլիոն է։ Բա մի հատ տիրոջը հարցրեք։ Տիրոջը բա հարցրեք, խոսացեք, բայց զբաղվեք, որ պետությանն եք ասում դանդաղաբատեր մեկ դուք էլ եք դանդաղ շարժվում։ Չէ, պայեզդան դաղում ես, պայեզդան դատաղայում ես։ Շատ լավ, ամեն դեպքում կտնավորվեք, այդ քաղաքացիությունը կստանաք, այդ գումարը կստանաք, տունը կառնեք, կտնավորվեք։ Ինչ որ ասել ես, ես Եղբայր դա պիտի հավատալ տեսա։ Դա անխուսափելի բան է, դա լավ էլի։ 5000 հոգի։ Արդեն, հա, իմ իջարուց այն օրը թիվը արդեն առել են։ Արդեն 5000 Ղարաբաղ, արդեն 5000-ը սերտիֆիկատը վերցրել է, 2000-ը արդեն տուն են առել։ Հիմա երբ եք տալու։ Քաղաքացիությունը ստանա։ 3 ամիս սպասում։ Մի հատ անազգանունը Տիկին Սարգսյան։ Պարոն Արուստամյանի քաղաքացիության Մարտունա շրջան ճարտար քաղաք, մի հատ քաղաքացիության հարցես մարդկանց տեսեք ինչի է ուշանում։ Լավ եղեք։ Հաստատ դու էլ լավ կաց։ Շնորհակալ եմ։ Դաշնի սեկտոր կա, Արզենից վեր, Ձախի վրա, բարձրանում։ Իսկ գինը ինչ արժի։ 500 մետրը ինչ կարժենա անդեմոտարպես։ 500 մետրը ինչ կարժենա։ Շատ թանկ է։ Բայց այնտեղ ասում են շատ թանկ է հողը։ Թանկանոց, իսկ հետի թանկանոց է, բա Հայաստանում բա շենքեր անշարժ գույքը բան թանկանում։ Դե իժանալալ, բայց ստեղ թանկ է։ Դե դրա համար
ջուրու թանկա, բանջարը թանկա, եղբայր, հիմա որ ասեն, այն ժամանակ Ղարաբաղում գիտեք ինչ էր ամեն ինչ ժան, որովհետև մենք այնքան փող ենք տալիս, որ էժան լինի։ Այդ դրա համար էլ էժան է։ Բայց մեր այգիներն էլ լիքն են մեկ մեզանով։ Ստեղ էլ լիքը կլինի, ստեղ էլ լիքը կլինի։ Այդ պենսիաները որ տալիս ես։ Հա։ Քիչ է պենսիաները, օրինակ իմ հաշիվարաբար։ Այդ պենսիաները, որ Ղարաբաղում բարձր ա եղել, էլի Հայաստանի բյուջեն ա տվել փողը։ Բայց հիմա բարձր չի, մեկ ալա կամ Հայաստանը կամ Ղարաբաղը։ Ով ասում, ոչ։ 20% բարձր ա եղել Ղարաբաղը։ Այդտեղը միշտ 35 20% բարձր ա եղել ասում։ Մեր պենսիան 35040 Հիմա ինչքան եք ստանում։ Ես։ Հա։ Իրանցն էլա, չէ՞ բարձրանում։ Քաղաքացիության հարցի հետ կապված չկա։ Հիմա ինչքան եք ստանում։ Ես։ Հա։ 68000 Հիմա ապրիլի պետությունը վերցել է։ Եղբայր, սպասեք, հիմա ապրիլի 1-ից կստանաք 78000։ Ես գիտեմ։ Եվ անկանխիկ առևտուր անեք 10000 էլ տեղից կլինի։ Ես չեմ ուզում, ուզում եմ մաքուրի ես վերցնեմ։ Մաքուրի ինչ։ Վերցնեմ ես ինձ համար օրինակ առևտուր ալեմ։ Գնա քարտով արա առևտուր։ Քարտովը տասխալա։ Երկու անգամ գնացել եմ քարտով վերցնել։ Օրինակ հաշիվ կանում 160 ռուբլիա չէ։ 50 կոպեկով ինձ խափում են։ Քանի անգամ տարածել ասա։ Չէ, ընդհակառակ։ Այս որ ասում։ Ընդհակառակ, ես չեմ խափում։ Եղբայր։ Ես մաքուր մարդ եմ։ Տեսեք, քարտով ավելի դժվար կխափեն, քան թե կանխիկով, որովհետև քարտը ֆիքսվում է։ Գինը ապրանք։ Այս քրում եմ մենակ դեպերցում չէ։ Էնա օրինակ 160 քարտով արա առևտուրը, քարտով։ Չէ, քարտով չեն կարող խափեն։ Ինչքան Սևակ ինչքան մարդ կա մոտավորապես Հրազդանում Ղարաբաղի ժողովրդից 4200 է։ Հա, ահագին։ Բարև ձեզ, ում չեմ բարևել։ Քեզ բարևել եմ։ Բարև ձեզ։ Քեզ էլ եմ բարևել։ Ում չեմ բարևել։ Բայց ձեզ էլ եմ բարևել։ Բարևել ես, մի հատ ընկերուհի։ Այն բանից էլ տվել եմ ձեզ։ Հա, այդ նշանից ընկերս ուզում է, Հայկուրա։ Հա, իհարկե։ Երեխեք ձեզ տվել եմ սրանից։ Ում չեմ տվել։ Մի հատ էլ Հայկի համար։ Հայկի համար տուրել է։ Էս էլ Հայկի համար։ Մերսի։ Ում համար ես ուզում։ Ուրա Հայկի։ Քրոջդ համար, հա, ահա, էս է քույրիկի։ Էսա, մի վարքյան, բայց լավ չեղավ նկարը ոչինչ։ Հաճույքով, մի հատ այ սենց կպցնեմ ես։ Մի հատ կպցնեմ, ահա։ Ով ուզում բարևի։ Գնացինք։ Բասակ լավ ես։ Բարև եղբայր, հաջան, ասա եղբայր։ Ես Սևանից եմ եկել, սպասի։ Սևանից, հա, չհասցնենք Սևան։ Մի հատ բան հարցով դիմել։ Ուրեմն մեր պետի տեղակալ է։ Ինչի պետի։ Միլիցիաների։ Ոստիկանության պետի տեղակալը բանի մորքուրի տղի հետ կազմակերպին, որպես տնից 5 միլիոն փողակ ուղղացվե, սարքեց իմ տղի վրան։ Հեսա 5 տարի դատավարություն հետ ինչ փաստաբան բռնում եմ, գալում են կաշառվում են երկու կողմից եթում են։ Դրան պլյուս ինքը զվայնի ստացավ իմ տղի մոմն, հետո եկավ չալիցավան պետ ելավ։ Վայ Ղազարյանը դալիճից ազատեց 6 ամսո ընթացքում։ Ձեր ազգանունը ինչ է։ 5 տարի ես տանջվում եմ։ Եղբայր, բայց դատարանի մեջ գտնված գործը ես ինչ անեմ։ Դե լավ փառք Աստծո նստած չի։ Բայց դե վերաքնիչ դատարան եմ տվել, էլի աչք չեմ առնում։ Դե եղբայր դատական գործ է, բայց ինչ անեմ։ Դատարանը պետք է լսի հասկանա ինչ է կատարվում։ Ես ինչ կարող անեմ։ Դե ասենք իրանք որ բլաստ իրանք ձեռն ով գալն փաստաբանների։ Դե չէ, դե դատարան կա, փաստ կա, փաստար կա, դա հոտեն չի։ Շատ եմ։ Դատարանն է, դատարանում բան չունեմ ես անելու եղբայր։ Երեխեք լավ եք։ Բարև ձեզ։ Նորմալ։ Բարև ձեզ, ում չեմ բարևել, բարև ձեզ։ Ում չեմ բարևել։ Հա, իհարկե։ Ֆրանսիայից ենք եկել։ Հա? Հրազդանից եք, բայց։ Չէ։ Բա ո՞նց եք հայտնվել հիմա Հրազդանում ստեղ։ Պատահական։ Լավ է։ Դուք ոնց եք եղբայր։ Լավ եմ, լավ։ Ինչ կար առաջ ենք իրար տեսել։ Հա։ Սասունի անդրուչան։ Ինչ քեֆ եք, ինչ հալի եք, ինչ կա չկա, ինչ հարցեր ունեք։ Դարին բժշկական օգնում։ Հա, Ինչ են ասում։ Ստենդը։ Հա, ստենդ։ Երբ դրին։ Երբ դրին, երբ։ Ես 2 ամիս այն հակի։ Քանի տարեկան եք։ 62 տարի։ 62 տարի։ Լավ եմ ասում։
ակտիվացավ իր տեղերը ծնում լավ։ Դե լավ բայ, լավ նայ։ Մի քիչ քաղաքը ջուրմուրը շատ այս շենքերի մասով։ Ֆինանսավորված է, ինձ համակարգը։ Ջուրմուրը նկատի ունես պատվալներում, հա, գիտեմ, այդ պրոբլեմ։ Ես գիտեմ որտեղ։ Գիտեմ։ Վերընտրվեց կը։ Աստված քույր մեծ։ Հաջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ձեզ շատ սիրում եմ։ Շնորհակալ եմ, ես Ուզում էլ եմ, ձեզ որ եմ շատ։ անպայման լինի ինչ-որ կամենում է հայ ժողովուրդը։ Անպայման, Ես բա ձեզ իհարկե, շատ սիրում եմ, ամեն ինչ շատ պետք է հայ ժողովրդի կամքով լինի, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ։ Նմանապես ուրախ եմ։ Շատ ուրախ։ Բարև եղբայր ջան, ոնց ես, մի հատ նվիրեմ քեզ սրանից, ինչ է անունդ, լավ ես սովորում Նարեկ դպրոցում, քեզ նվիրել եմ, հա, ում չեմ նվիրել սրանից, հա, իհարկե կտամ, բարև ձեզ, լավ դու, մի հատ էլ քույրիկին, իհարկե կտամ, մի հատ էլ քեզ, չենք տվել ձեզ, արից, այսենց, ահա, ես է քեզ տվել ենք, չէ, հա? Բարև ձեզ ժողովուրդ ջան, ինչ կա անցումը, որտեղ անցնենք, մի հատ զբա, բարև եղբայր ջան, բարև եղբայր ջան, բարև ձեզ, բարև ձեզ, ոնց եք, Շատ լավ է։ լավ են գործերը, ինչ տրամադրության, լավ դուք ոնց եք, պարկ ասո, լավ եղեք, Պետիս հետ ունեմ YouTube-ով հիմա էլ էսի։ շատ լավ, ձեզ էլ, բոլորիս հաջողություն, մեր ջան բարև, լավ ես, բարև եղբայր, լավ ես, սպասիլա մեր մարդկանց տեսնենք, մի հատ բարև ենք, ոնց եք, Ոչինչ, հարմար։ ոնց է տրամադրություններդ, Սովորական էլ է։ քայն տարեկան եք դուք, եթե Քան կլնեմ։ 65, 74։ 74, առողջության ապահովագրությունը գիտեք, տեղյակ եք, Չեմ մասնակցում, չեմ գնացել, բայց դե գիտեմ աստված ինչ տա առողջությունը ձեր այնքան լինի, որ սկի կարիքը չունենաք էլ, այսինքն այդ համակարգը նրա համար է, որ աստված չանի, եթե մի հատ խնդիր լինի իմանաք, որ այդ բանը կա, գիտեք, որ թոշակները բարձրանալու են 10,000 դրամով, է։ Չուրի ոնց որ օշմե չտենա, չեն կարող։ դե սա բան չմնաց, այսօր ամսի քանիսն է, այսօր ամսի քանիսին եք թոշակը ստանում, 2-ին, 3-ին։ ահա, 2-ին 10,000, հիմա ինչքան է բայց թոշակը ձեր, եթե գաղտնիք չի, 45-800։ կդառնա 55,800 ու պլյուս անկանխիկի այդ ծրագրից օգտվում, հետ ստացել եք հեչ, Հա։ մոտա մաքսիմում ինչքան է, որ հետ եք ստացել, Ես անում եմ 9000 դրամ փող է գալիս։ 9000 գալիս է, դե մի 45000-ից անում եմ 9000 գալիս։ ահա, հիմա որ 55 այսինքն էլի կգա, մոտավորապես մի քիչ էլ կավելանա, էլի այդքան էլ կավելանա, Հա, գիտեմ։ լավ եղեք, հաջան, բայց չեն նկարվել, ով չի նկարվել, եկեք, այս ռոլիկով լավ տղերքը չեն նկարվել ինձ հետ, մի հատ այդ բաներից տու, մի հատ սպասեք ձեզ, այդ տեսեք սպորտսմենները ինչ թեթև լավ հագնված են, շատ հարմար բաներով, շորերով, բայ, մագնիսը, ահա, ես քեզ տվել եմ, չէ, ովա ում հետ եմ նկարվում,ովան, եկեք դե, լավ եք քշում այդ ռոլիկներ, չա, որ ես Փիլակյաններով բարձացել եք, ուրեմն լավ եք քշում, էլի, ահա, նկարվեցինք, ահա, ում չենք բարևել, հաջան, իհարկե, նկարվել, ինչ հարցեր ունեք մեզ, ինչ խնդիրներ կան, որը ուզում եք խոսանք, Մենք ուզում ենք որ
Այն աղջին շինողների որելերը դանցը դատվել են մնացել։ Դե դատվում են, կամաց դատվում են։ Այ գներես։ Հաջան, էսա մի հատ նկարվեմ տղաների հետ, Մենք նկարի որ եկով դուս գան։ տղաների հետ նկարվեմ, հետո ձեր հարցերին կպատասխանեմ։ Համեցեք, լսում եմ ձեզ։ Ես իմ հարցը Բարև ձեզ։ Ուրախ եմ։ Շնորհակալ եմ, դուք Շատ ուրախ ենք հրաժարանում ձեր պես։ Ես էլ եմ ուրախ։ Ես ձեր թանկ ժամանակը շատ չեմ խլել։ Խնդրեմ։ Պրոբլեմները երկար է, եւ դատախազության, հակակոռուպցիոն եւ իմ վարձով ապրելու հետ է։ Ոնց կարող եմ անել, որ այստեղ ձեզ այդքան ժամանակը չխլեմ։ Մի հատ որ գրա, որ կարճ բան գրածելնեի, քեշտ կլներ։ Շատ եմ գրել, ձեզ չի հասել։ Ինչով եք գրել։ Եվ հեռախոսով ունեմ ապացույց, պատասխան, եւ նամակներով ունեմ։ Ինչով եք գրել, ինչով։ Թղթով, դիմումով։ Դե Դիմումով եկել է եւ ես Տիկին Հակոբյանին ունեմ, որ մերժվել է հակակոռուպցիոնից մերժվել է։ Դե որ մերժվել է հակակոռուպցիոնը քննեմ մերժել է, ես էլ ինչ Դա անեմ։ մերժելու չի, դուք որ կարդաք։ Դե ես ախր չեմ կարա, այդ հակակոռուպցիոնը, գիտեք ինչ, հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար էլ ստեղծել ենք, որ մենք տենց հարցերով կառավարությունը տենց հարցերով չզբաղվի։ Իրանք զբաղվեն։ Հարց չի, ասեմ։ Կոլեկտիվ հարցա չեմ ուզում խոսել այստեղ մեկ։ Շատ լավ։ Բայց ես 35 տարի երկու զինվորի մայր եմ, վարձով ապրող եմ։ Եվ ինձ 6 ամիս մնացել եմ գրանցումից դուրս։ Հայաստանի քաղաքացի չեմ եղել։ Բողոքել եմ, ինձ չեն օգնել ոչի բանով օգնություն չի գալի։ Եվ իվալիտ ենք մենք բոլորով։ Դուք թոշակառու եք։ Այո, տղա։ Հիմա տեսեք, որ ասում եք ոչ մի բանով օգնություն չի գալիս։ Ապրիլի 1-ից ձեր թոշակը բարձանում է։ Մի րոպե։ Ապրիլի 1-ից թոշակը բարձանում է։ Առողջության ապահովագրության շահառու եք։ Այդ շատ մեծ օգնություն է, ո՞ր։ Գիտեմ, դրա մասին։ Իսկ այդ հակակոռուպցիոնի գործերը, հակակոռուպցիոնի գործ։ Հիմա զինվորի մայր եմ, որը տարել է ինֆարկտ, օպերացիան չեն անում մնացել։ Արի մռուչիկ ջան, արի։ Որը մնացել։ Արի, ես վերցրու քեզ, Որը բուժման հնարավորություն չունեմ, բայց ես ձեզ հետ, եթե հնարավորություն ունեմ, ես խնդրում եմ 5 րոպե։ Դե այսքան մարդու մեջ չենք կարա, իմ օգնականը այստեղ է, բայց վիրահատության բանի հետ կապված դուք առողջության ապահովագրության շահառու եք եւ պարոն Իսախանյան, տեսեք ինչ հարցում։ Բարև ձեզ, եղբայր։ Ոնց եք։ Լսում եմ ձեզ։ Ես Ղարաբաղից բռնագաղթված եմ։ Լսում եմ ձեզ։ Քաղաքացիությունը ընդունել եմ։ Ընտանիքը քանի հոգի է։ 3։ Ահա։ Դիմը գրել եմ բնակապահովման ծրագրին, առաջի անգամ ասել են, որ ընտանիքը կազմը լրիվ չես ներկայացրել։ Կինս մահացած է եղել։ Պարոն Թորոսյան։ Հա։ Լսում եք։ Ասալ եմ կարող է ցույց չի տալի։ Նորից դե վերականգնել եմ։ Նորից դիմումը գրել եմ։ Արցանց եք, չէ՞ գրել։ Երկուսին ասում է ցույց չի տալի իմի բանը։ Էմիգրացիա ինչա։ Եթե խնդիրներ անում, պարոն վարչապետ, համակարգը մերժում է, բայց եթե լուծելի է, մենք հանձնաժողովով կլուծենք։ Նորից գրել եմ, դիմում գրել եմ։ Հիմա դրա համար միջերաճաշտական հանձնաժողով։ Երկու անգամ գրել եմ։ Տեսեք, հիմա երկու անգամ էլ մերժել է, որ ես իմ ունեցած թղթերս ներկայացրել եմ, այն ինչ որ Ղարաբաղից բերել եմ։ Էլ ուրիշ թողնուց ունեմ հանձնաժողովը։ Մի րոպե, երախում մի բան։ Օղոսյան գարի։ Մի րոպե։ Էս քեզ։ Հիմա նամակը մրտած։ Հիմա հենց հիմա մի հատ պարզեք ինչա, բայց եթե համակարգը մերժել է, ուրեմն մի խնդրեմ կա։ Դե ես ընդ Ղարաբաղում տուն ունեի, տանը կինս որ մահացել է, ժառանգություն են ընդունել երեխեքներ, ես ներկայացրել եմ։ Բանը երեխա Եղբայր, հիմա նախարարը կհետաքրքրվի ձեր համար վարչապետ նշանից կտակ։ Համեցեք։ Շնորհակալություն։ Հաջան։ Արի դու շատ ամաչկոտ ես, արի մի ամաչի, արի, այսենց։ Եղավ։ Լավ է։ Պարոն վարչապետ, մեր քաղաքապետից մենք շատ շնորհակալ ենք, շատ։ Մենք էլ ենք շնորհակալ ձեր քաղաքապետից, մենակ դուք չեք շնորհակալ։ Ասա։ Հնարավոր չի ժողովրդին որ չորնից անեք, քիչ մութ է, տանան քարդ։ Բա հիմա տենց բան ենք արել, բա հիմա տենց ծրագիր ենք արել։ Մի րոպե։ Բա մենք հիմա անհուսալի վարկերի փակելու ծրագիր ենք արել, եւ այդ ծրագրի իմաստը հետեւյալն է, որ եթե բանը մայր գումարը միջև 1 միլիոն դրամ է,
գրանցվում եք, միտեղ աշխատում եք, գրանցվում եք, մենք այն եկամտային հարկը, որ դուք պետքա վճարեիք, մենք այդ եկամտային հարկն էլ ուղղում ենք։ Մի մատ դետալ, ես 17 թվին ավարիայի եմ ենթարկել, 3 տարի պարկած եմ եղել։ Ու դիմում ենք։ Ինչքանա ձեր վարկը եղբայր։ 1.600.000 դատարան։ Մայր գումարը։ Չեմ կարող ասել։ Եթե ձեր մայր գումար միջև 1 միլիոն դրամ աշխատում եք։ Չէ։ Դե պետք է աշխատեք, որ վարկը փակեք։ Ոչ կարող եմ քարտ բեկալեմ, ոչ չի բան։ Հիմա որ աշխատեք, լսեք, որ եթե նույնիսկ աշխատում եք միտեղ գրանցված չէ այդ աշխատանքը, այդ աշխատանքը գրանցեք, եթե ձեր վարկը 1 միլիոնից ներքև է, այն հարկը մենք եկամտային հարկի չափով պետությունը կմասնակցի, արագ այդ վարկերը կփակեք, որ ձեր ասած չորնից դուրս գա։ Իշքան են ամսական։ Դե աշխատավարձից կախված։ Այսինքն ստանում ենք 100.000 խոսք օրինակ։ Այտենց կոնկրետ հաշվարկը չեմ կարող ասել, 20.000։ Իսկ չի լինի խոսք օրինակ մենք ամսեկա, որ բանկը քարտից փող չտանի, մենք ամսեկա նրանց մուծենք։ Դե եթե քարտի ինչ տարբերություն ինքն է տանում, թե դուք եք։ Բանկը չտանի, մենք մուծենք։ Ինչ տարբերություն։ Տարբերություն շատ պետք է։ Դե չգիտեմ, դա մի քիչ տեխնիկական դետալներ է։ Մի քիչ տեխնիկական դետալ է, այդքան իմ ասած այնա կառավարությունը այդ անհուսալի վարկերի ծրագիրը ընդունել է, որ ձեր նման մարդկանց օգտվի։ Մի հատ բանկին դիմեք, տեսեք բանկին դիմել ենք ինչ պայմաններով։ Բանկին դիմեցինք, դիմում տվեցինք, մայրս տարավ դիմում տվեց, դիմումը վեկալին, ասում ենք ծառացնենք ու ծառացի իրանք։ 8% նստի վրա ու չեր դատարան, իրանք դատարին։ Եղբայր, հիմա ասում եմ, գնացեք օգտվեք անհուսալի վարկերի ծրագրից, բայց պետք է աշխատեք, ձեր աշխատելու պարագայում պետությունն է մասնակցում է, վարկը փակվում է, միջև 0-յանա, ձեր ասած չորնից դուրս ենք։ Այդ քարտ վեկալենք։ Չեմ ձեր նախ պետք է աշխատեք եւ ձեր պետությունն էլ կառավարությունն է մասնակցում է, որ այդ վարկը փակվեք, որ դուրս գա իջնի եւ արդեն մաքրվի պատմությունը։ Շատ լավ։ Համեցեք, բարև ձեզ եղբայր։ Ես անհայտ կորվածի հարցով եմ ուզում ձեզ խոսալ։ 20 թվին ձեզ հետ հանդիպել եմ։ Եղբայր։ Դեկտեմբերին։ Պատմել եմ ինչ եղել է, դուք ինձ խոստացել եք, որ հետաքննությունը լինելու պատժվելու են։ Այն օֆիցերները, ովքեր թող է փախել են։ Պատերազմի ժամանակ, անհայտ բան։ Ով թող է փախել է, հիմա համ մեդալ ունի, համ մի հատ էլ բարձր աստեղ։ Ու այդ երեխուց միջև այսօր նորություն չկա։ Հավանաբար ինքը գերի է։ Դե գիտեք հաստատված հաստով, հա, ես հաստատված գերիների աստուն պրոստը խնդրում եմ, որ գոնե գերի լինի, որ սաղ լինի։ Հիմա կարևոր հարց է, էլի, այդ երեխան չկա։ Մենք տեղը չենք իրանցից, Հակոբյան Հակոբ Խաչիկ է, ինքը Սևանի բնակիչ է։ Հակոբյան Հակոբ Խաչիկ։ Մենք ցենց խաղաղության ենք գնում ուժեղ, բայց մենք գերի ունենք ընդ։ Ես գերի ունեմ։ Եղբայր, ինչ խաղաղություն։ Տեսեք, բա ինչ անենք։ Չգնանք խաղաղություն։ Գնանք, պարտադիր գնանք, բայց հարգելիս տեսեք, հարգելիս, եկեք սենց նայենք։ Այսինքն անազատության մեջ գտնվող մարդկանց վերադարձը հավանական է խաղաղության եւ ոչ թե պատերազմի դեպքում, որովհետեւ պատերազմի դեպքում չի լինելու վերադարձ։ Խաղաղությունն է, որ այդ վերադարձի հնարավորությունն է։ Գերիները նոր ձեր ցեղմենք, ասենք խաղաղություն բարի չէ։ Ես ասում եմ, եթե ներողություն, ուրիշ բան եմ ասում եմ, եթե չբարիշենք, գալու հավանականությունը դրանով ոչ թե ավելանում է, այլ նվազում է։ Էսա շատ կարևոր։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր վերադարձել են խաղաղության օրակարգի շնորհիվ, որ խաղաղության օրակարգը չլներ, չէին վերադառնալու, որովհետև եթե կոնֆլիկտ է, թշնամանքը շարունակում է, խորանում է, ինչի պետք է վերադարձնեն, կամ փոխանակում ա եղել, կամ խաղաղության օրակարգի շրջանակներում վերադարձ է տեղի ունեցել։ Ես նկատի ունեմ խաղաղությունը եւ այդ թեման իրար ոչ թե խանգարում են, խաղաղությունը ոչ թե խանգարում է դրան, այլ նպաստում է։ Երկրորդը, մենք պետք է մթնոլորտը փոխենք, աշխատանքային մթնոլորտ ստեղծենք, որ կարողանանք ինֆորմացիայի փոխանակում անենք։ Մենք հասկանում եմ, բայց հենց ես միշտ մեր հարգելի անհետ կորած զինվորների հարազատների հետ հանդիպելու ժամանակ ասում եմ, մենք ներողություն խնդրելով, որ մենք միջև մի չենք կարողացել այդ խնդիրը, ձեզնից էլ եմ ներողություն խնդրում։ Դուք 21 թվին էլ ասեցիք 2 ամիս գերիները թող սպասեն, թող մեզ սպասեցին, 6 տարի անցավ այդ 2 բայց 21 թվից քանի գերի է վերադարձել։ Փառք Աստծուն։ Քանիսն է վերադարձել։ Տասնյակները վերադարձել։ Ես ուրիշ բան եմ ասել եմ, եթե հիմա պետք է վերադառնան այսօր կամ իմ ասածից
մի քանի օր հետո գերիներ վերադարձան 21 թվին։ Աստված սաղ կան, այսօր կան։ Ամենօրյա աշխատանքա տեղի ունենում, ամենօրյա աշխատանքա Բայց տեղի։ իրանց մենակ թողող այդ օրը գցող այդ օֆիցերները Այդ արդեն դուք ինձ խոստացել եք։ Ինչ եմ խոստացել, ինչ եմ որ խոստացել։ պատժվելու են։ Եղբայր, ես Բայց զվանի են ստացել ու մեդալ։ Եղբայր, ես չէի կարող խոստանա, որ այսինչ մարդ մի րոպե, մի րոպե, ես չէի կարող խոստանա, որ այսինչ մարդը պատժվելու է։ Ես խոստացել եմ, որ եթե որևէ մեկը որևէ հանցանքագործ է, կպատժվի։ Եվ քնություն է լինելու, բայց այդ քնությանը պետք է այդ զինվորներն էլ կանչվեն։ Ոչ մեկ չի կանչվել, այսինքն քնություն չի եղել։ Ոնց պատժվեն։ Բացառված է քնություն եղել։ Բայց զինվորները բացառված է այդ հարցով, այդ երեխու հարցով։ Ոչ մի բան չէ, ոչ բացառված է քնություն։ Տվյալը դուք ասեցիք, չէ՞, անհազգան ասեցիք։ Ես էլ եմ ասել, ձեր օգնականն էլ գիտի իր Շատ լավ։ Հիմա իմ այդ հարցերով զբաղվող օգնականը, ով որ անհետ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է, ինքը ստեղ է հիմա։ Բայց անունն էլ հնչեցրի, կխնդրենք քննչական կոմիտեն լրացուցիչ պարզաբանում կտա, թե ինչա, ինչ ճանաչում եք, հա։ Ես էլի ասում եմ, էլի ներողություն եմ խնդրում, որ միջև հիմա այդ հարցը լուծված չի, բայց էլի եմ ասում, խաղաղությունը այդ հարցը լուծելու է եւ ոչ թե խաղաղությունը այդ հարցի խոչընդոտ է։ Չէ կարող հարմարվեմ ոչ մեկս էլ հաստատուն խաղաղություն, բայց ընդ գերի ունենք։ Էդի բա ինչ անենք, պատերազմ անենք։ Չէ, բա ինչ անենք։ Ուրեմն հաստատուն չի խաղաղություն։ Չէ, մի րոպե, բա ինչ անենք։ Հաստատուն չի ուրեմն, չէ։ Չսա եթե սխալ եմ ասում ու։ Ես ուրիշ բան եմ ասում եմ, մենք ասել եմ խաղաղությունը հաստատված է, բայց խաղաղությունը ուժեղանալու, ինստիտուցիոնալանալու խնամքի կարիք ունի եւ խնամքի կարիք ունի։ Եվ մենք այդ խնամքը տանում ենք։ Այդ խաղաղությունը կարանք սենց վեդրոյի պատկերացնենք ջրով լիքը դույլ է, կարանք սենց մի ոտով շուրջ տան։ Ու հետո ասում այդ գերիներին գոնե ճան։ Ուրեմն լսեք, ես չգիտեմ ընդ շփում եմ։ Պաշտոնապես ասում եմ, որ մենք ամենօրյա ռեժիմով այդ թեմայով աշխատում ենք։ Ամենօրյա ռեժիմով այդ թեմայով աշխատում ենք։ Բայց մենք երկու հարց պետքա տարբերակենք։ Այն դեպքում, երբ որ մենք հաստատված գերիներ ունենք, այն դեպքում, երբ որ հաստատված չի փաստը, որ իրան գերի։ Ես պրոստը Աստված եմ կանչում, ինքը գերիլն է գոնե։ Բոլորս էլ Աստված են կանչում։ Բոլորս էլ Աստված են կանչում, բայց նաև աշխատում ենք։ Լսեք, մենք աշխարհի ամենաառաջատար հատուկ ծառայությունների հետ այդ թեմայով նաև աշխատում ենք։ Ասում ենք, խնդրում ենք, եթե կա տեղեկություն, որ կան մարդիկ, որ իրականում մենք տվյալ չունենք, բայց գտնվում են որևէ տեղ անազատության մեջ, եթե ինֆորմացիա լինի, այդ ինֆորմացիան մեզ կիսի։ Բնականաբար Ադրբեջանի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք։ Եվ երբ որ որևէ փաստ հաստատվում է, մենք այդ փաստը իգիտություն ենք գտնում, այսքանն է։ Փաստ կա, որ գերի ունենք։ Փաստ, եղբայր, փաստերը խնդրում եմ, մանավանդ ճանաչում եք պարոն Իսախանյանին, այդ փաստերը իր միջոցով փոխանցեք։ Երեխեք ջան։ Հա։ Էսա, եղբայր, մի վարքյան։ Հա, նկարում։ Էսա նկարվեմ երեխեք հետ։ Էսա նկարվեմ երեխեք հետ։ Ահա։ Լսում եմ։ Մի հատ կարելի է ձեր այդ նկարը։ Իհարկե կարելի է, հա, եղբայր, բարի։ Լսում եմ ձեզ։ Այս հանդկամ մի վարքի։ Վարչապետը սա է։ Ներկայացնի զնաչոք տա։ Հա, իհարկե կա։ Ոնց ենք ասել, որ ձեզ տեսնենք, վարչապետ։ Լսում եմ, եղբայր։ Պարոն վարչապետ, ես Ղարաբաղից եմ եկել։ Ոնց որ առողջական լուրջ խնդիրներ ունեմ, այս մի տարուց ավելա դիալիզ եմ էլի ընդունում։ Ուզել եմ քաղաքացիություն ընդունեմ, մաման պապաս տեղից են, չի ստացվել, ոնց որ սխալմամբ ինձ փախստականի կարգավիճակ են տվել։ Դեք դուք Հայաստանում եք ծնվել։ Հա։ Բայց դուք քաղաքացիություն ունեք, էլ ինչի եք բանան։ Դե սխալմամբ ինձ տվել են, էդի հետո հետ եմ վերցրել։ Մի խոսք ձեզ էլի ենք դիմել այդ հարցով, ճիշտն ասած, հիմա ինձ պետքա քաղաքացիություն ընդունեմ, բոլորը ոնց որ ընտանիքս ընդունել են, կինս, երեխես, սա երրորդ երեխեն է ծնվում։ Ոնց որ կարողանամ այդ սերտիֆիկատից օգտվել։ Խառնեցինք իրար, եղբայր, եթե հիմա քաղաքացիություն դուք նախկինում էլ քաղաքացի եք եղել։ Չէ, ես Արցախում եմ ստացել առաջի անձնագիրը։ Հիմա ինձ ասում են ոնց որ քրեական գործ են։ Մի րոպե։ Պարոն Թորոսյան։ Թորոսյանը ուր է։ Պարոն նկարեմ։ Հա։
Հա, իհարկե։ Մի քիչ ինֆորմացիան ձեր ասած, մի քիչ իրար հակասեց։ Ճիշտն ասած Էսա կասե, եղբայր, էսա կասե։ Մի քիչ խառը պատմություն է ասում, մի հատ հանձնարարեք իր հարցով, առողջական խնդիրել ունի դիալեզա բանանում, մի հատ իր հարցով թող կապվեն հասկանան ինչ է, էլի։ Շնորհակալ եմ, պարոն Ասենք մեր վարչապետին տեղել։ Մի հատ իմ ձեռով փակցնեմ։ Մի հատ էլ ինձ էլի, Հաճույք։ վարչապետ ջան։ Մի հատ էլ նկարվենք էլի։ Հաճույք։ Վայ վարչապետ ջան, շատ ապրեք է, շատ։ Մեր հզոր վարչապետ ջան։ Դրոշկը տակ իմ կորցրեցի։ Էս կորցրեցիր, բա ուր կորցրեցիր։ Դե պին պահի որ չկորցնես։ Կորցրեցի։ Բայց որ գետնին չգցեք, որ գետնին հա, բայց լավ կպահեք, որ գետնին չընկնի հանկարծ։ Դարձ կարելի է բարավաճ։ Հա։ Խնդրեմ, բարև ձեզ, իհարկե։ Մենք գյուղացի ենք։ Հա, հրազդանում եք ապրում։ Ճարչեցի եմ ստեմ ապրում։ Հա, եղբայր։ 2 տարի է բողոքում ենք, շենքի տակին այսքան ջուր կա, ոչ մեկը չի ընդառաջում։ Դե պարոն Միքայելյան, ինչ ենք անելու այդ ջրերի հարցելի ասած։ Հայրիկ ջան, շնորհակալ եմ հարցի համար։ Եկել եմ մենք քանձեր մոտ։ Այդտեղ ընդհանուր այսքան ջուր է։ Ընդհանուր, այո։ Էսա թող խոսեն։ Գլավի կոլեկտորի տակ կապված խնդիրը։ Մենք օրենքի շրջանակներում մրցույթ ենք հայտարարել, շուտով մրցույթը կկայանա։ Հա, այսինքն արվում։ Որ պետք է բացվելի խցանված։ 2 օր մեկ, ես մարդ եմ տանում իմ կողմից, ես բացել եմ տալի։ Ջրմուղ եմ զանգում մարդ չկա։ Դե երեք էլ եմ մեքենան մոտեցել, բայց ընդհանուր մագիստրը, հա, կոլեկտորը խցանված։ Հիմա մրցույթ են անում, որ այսինքն լրիվ փոխվելու է։ Չէ, խցանված է, պարոն վարչապետ, հատուկ տեխնիկա կա, որ այդ աշխատանքը պետք է։ Բայց ինքը համակարգը ի վիճակի է, թե պետք է փոխվի։ 80%, 90% խցանված է կոլեկտորը, բոլոր բազմաբնակարան շենքերը նույն խնդիր ունեն։ Բա ինչ են անելու, ո՞նց է։ են։ Մրցույթը հայտարարենք օրենքի։ Մրցույթը նկատի ունեմ ինչի համար է մրցույթը, մաքրելու թե վերանորոգելու։ Չէ, մաքրելու։ Իսկ հատվածներ կան, որ բա ասենք ծառա, եթե հաճախ Շատ մեծ խնդիր է սա, մոտ մենք Վիոլայի եւ ջրային կոմիտեի հետ հենց հիմա քննարկումների մեջ ենք։ Մոտավորապես արդեն գիննել գիտենք ամբողջությամբ փոխելու 4 միլիարդի ծրագիր է, այս տարվա մեջ նախագծան կողմից ունենք։ Հա, բայց դե մի խնդրեմ է, էլի ենթակառուցվածքները սովետական շենքերի մաշած են ու խնդրեմ։ Կոլեկտորը մինչև չբացենք Լավ, օքեյ, բացեցինք, մաքրեցինք, հետո ինչ ա։ Բայց հատվածներ կա, որ բազմաբնակարան շենքի գույղագծերը Բայց նկատի ունեմ, այդ եմ ասում, ի վիճակի են այդ խողովակները սպասարկել։ 50-60 տարվա Դե պետք է փոխվի։ Հիմա սուբվենցիայով որ մասնակցում ենք սուբվենցիան, բոլոր բազմաբնակարան շենքերի գույղագծերը փոխարինվում են նորով։ Դե այդ եմ ասում, այսքան պատուհաններից էլ նայում եմ, ասում եմ, այսքան սարքում ենք, բայց հələ ինչքան խնդիրներ կան, հա։ Հա, որովհետև այս շենքերը, հա, խնդիրն է չէ, բա, խնդիրն է նա, որ այս շենքերը երբ են սարքել, որ թվին են սարքվել։ 60-ական թվերին սարքվել են, դրանից հետո նորմալ չի սպասարկվել, մի հատ էլ բանի ժամանակ 90-ականների սկզբին սառել, տրակել, կիսա բան եւ այլն ու շատ մեծ խորը խնդիր է։ Այս տարիների ընթացքում մոտ 5000 մետր արդեն փոխարինվել է նորով ու Ձերորով։ Հա 5000 մետր քիչ չի։ Հա քիչ չի։ Այս տարի էլ 70 բազմաբնակարան շենքի բակային հատված ասֆալտապատում ու նաև գույղագիծ գծերն են ընդհանուր համակարգը փոխարինվում։ Շատ Հաջան։ Մի խնդրանքով ես օրանժ գազում եմ աշխատել մի տարի 20 օր փակա։ Ինչ հորդ եք աշխատել։ Օրանժ գազում։ Տրազվերի զապրատիկա։ Ինչի՞ ափակ։ Դες չական նա փակի։ Գազ չտալի։ Ինչի։ Չգիտեմ։ Դե մի խնդիր կա։ Մենք պետության հետ խնդիր չունենք։ Բա ում հետ ունեք խնդիր։ Գազպրոմի։ Խնդիրն է դա ինքը։ Պարոն Խուդացյան։ Փաստորեն չի գազ տալը որ աշխատել։ 20 կիլոմետրն 4 հատ գազալացակայան փակ, հեսա մի տարի։ Հա, մի տարի։ Ինչի։ Քրեական գործ բան կա հարուցված։ Հետը հարց չունենք։ Վստահ եք հարկային բան։ Լրատվություններով ենք նայել սաղ մուծած է, ինչ որ կա պետության հետ խնդրեմ չկա, իշքան մուծած է։ 4 հա։ Մի հատ հետաքրքրվեմ, հա։ Մի հատ հետաքրքրվեմ պատճառն ինչ է։ Մի հատ հետաքրքրվեմ։ 4 հատ, հա, 4 հատ։ Բայց նույն մարդունն է 4-ն է։ Բա ի՞նչն է խնդիրը։
Այս խրի Գազպրոմ։ Լավ կպարզեմ։ Օրանժ։ Մեկը օրանժ։ Շատ արդեն գնալու ժամանակը չի մեր։ Վարչապետյան, մենք բան վարչապետյան, մենք գնենք պայքարում ենք։ Շատ լավ, մի հատ հետաքրքրվենք, Խուդացյանը ուրա։ Փորձում է, փորձում։ Ոնց ենք անցնում ավտոբուսի մոտ։ Անցում։ Բա հետո այնտեղ պետք է։ Աջան։ Մենք շնորհակալ ենք քեզնից։ Այսօր թոշակառուն վրետում է հետազոտման վիրահատման, իր թոշակը դառնում է 1,040,000 Այո, ճիշտ է։ Իհարկե բոլորին առողջություն, ոչ մեկ կարիքը թող չունեն։ Հետո թոշակը այդքան է դառնում։ Սերսասյանը չմոռանա, որ զինվորի գլուխը իր օրոք տարան դերին Ալիևի սեղանին։ Շատ բան կասելու, չեմ ասում։ Էս ինչ պատմություն է, կարող է գիտեք, ինչ որ ասում է 20 հատ գազալցական փակ է այս տրասայի վրա։ Ինչ որ պատճառով։ Ամենայն հավանականությամբ են գազալցականների հայտնի պատմություն է, էլի որ։ Ասում է Գազպրոմի այդ խնդիրը։ Մի հատ էլ հետաքրքրվենք անում։ Բայց եթե Բան Խուդացյան արդեն հա, համեցեք։ Արդեն շարժվելու ժամանակն է։ Շարժվենք արդեն։ Երեխեք։ Հեսա տամ։ Տուր մի հատ այդ պինից։ Երեխեք ձեզ տվել եմ սրանից։ Մի հատ էս ձեզ, էս քեզ։ Շնորհակալ եմ եղբայր ջան։ Էս քեզ։ Զգուշ կլնես չընկնի։ Ես եմ շնորհակալ։ Էս քեզ։ Ես քեզ ում չենք տվել սրանից։ Էսա։ Դուրս է։ Ես քեզ։ Բայց հաստատ ուրիշ եք չէ տալիս։ Ահա, էս էլ քեզ մռունչ ջան, ինչ անուն է։ Լիանա։ Ահա։ Էս է քեզ։ Գնացինք վեր ժողովուրդ ջան, արդեն ուշանում ենք։ Լավ եղեք։ Ստեսություն։ Բայց չտվի մի հատ։ Աջա։ Չէ, գնանք արդեն։ Վայ, ոնց եք, ուրախ եմ ձեզ տեսնելու։ Բարև, լավ եք։ Գնանք։ Ձեզ հետ, ձեր օգնությամբ, ձեր աջակցությամբ։ Առայժմ։ Ահա, ես էլ Հրազդանի մեր շփումները։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ, նորությունները բաց չթողնելու համար։